Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը և խոսելու ենք մի շատ հետաքրքիր ստեղծագործության մասին, Նարգիզի բույրը։ Հոգեբանական հարուստ շերտերով թրիլերային անակնկալ զարգացումներ ունեցող սև վեպի ժանրի այս ստեղծագործությունը սկզբից մինչև վերջ ընթերցողին հաճելի լարվածության մեջ կպահի։ Վեպի բնագիրը ֆրանսերեն է, հրատարակվել է Փարիզում և սիրվել ֆրանսիացի ընթերցողի կողմից։ Եվ հենց այս առիթով մեր տաղավարում է իհարկե Նարգիզի բույրը գրքի հեղինակ Ասատուր Հակոբյանը։ Բարի առավոտ։ Բարի Ոնց եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Մինչև եթեր մտնելը իհարկե շատ բավականին հետաքրքիր ձևով նկարագրեցիք ու կարելի ասել շահագրգռեցիք, որ հենց այսօր ես սկսեմ կարդալ այս գիրքը։ Մի փոքր նաև այսպիսի շահագրգռում է հեռուստադիտողը։ Ինչի մասին է, ինչ են տեղներ արված։ Բայց մինչև այդ շապիկը ցույց տանք, որովհետև իմ ուշադրությունը գրավեց ինքը նարգիզները ու սև ֆոնի վրա։ Իդեպ միտքի իմն է, ասեմ, որ մոտարապես մի ամիսման եմ եկել, որ մեկին գտնեմ, որ կարողանա այդ նկարը ստանա, ահավոր երկարման եմ եկել։ Գիրքը սև ժանրի մեջ է, նույնիսկ Փարիզում ֆրանսիացի ընթերցողը ու մասնակիցները դժվարանում են մտցնել ինչ-որ ժանրի մեջ։ Կոչվում է սև ժանր, série noire, ֆրանսերեն տենց են ասում, ու ժանրի խառնուրդ է, ահավոր շատ ժանրեր կան խառնված, ինչպես նոր ձեզ ասում էի, միջև գրքի կեսը մեզ թվում է առհասարակ տարբեր մանրից են խոսում իրար հետ առհասարակ կապ չունեցող, բայց վերջին հաշվով դրանք սաղ գումարվում են իրար ու հենց հաճախոսությունները կոմպլիմենտները նրա մասին են, որ իրար հետ առաջինացից կապ չունեցող աշխարհը շատ արագ կապվում է իրար, ինչպես ասում էի, գիրքը նման է փոզելի, որ ամեն վարքյան պետք է հավաքվի ու քանի վերջին կտորը չի դրվել, ուղղակի անհնար է հասկանալ, ամեն վարքյան մեզ թվում է ինչ-որ գլուխ վերջացնելուց, թե հասել ենք մի կետի, որ լուսավորել ենք, բայց խավարի մի փոթորիկ գալիք շում տանում է լույսը, նորից մթի մեջ սուզելով բոլորիս, ամեն անգամ պետք է փնտրենք, որ կարճ ուղղակի փորձեմ ասել, գիրքը պատտվում է ինչ-որ մի հոր շուրջ, որը ստանում է զանգեր իր որդուց 15-ամյա խոսքի լուրջ խնդրով, որն ինչ-որ բաներ ասում հորու, հայրը գրեթե հրաման կատարելով, հրաման ստանալով որդուց կատարում է լուրջ վայրագություններ ու քանի դեռ չենք հասել վերջը չենք կարող իմանալ ինչի համար ինչ-որ մի շնչով անպայման պետք է հասնենք հասկանանք ինչ է կատարվում։ Գաղափարը որտեղից է եկել։ Փնտրում եմ դեռ, չգիտեմ։ Մի քիչ տարօրինակ է, ես ասեմ իմ մոտ մի ուրիշ ձև է լինում, չգիտեմ, ես խոսացել եմ արդեն ագին գրողների հետ եւ այլն, իրանք ինձ բացատրում են, որ իրանք պերսոնաժների համար ունեն հստակ գրանցված մեխանիզմներ եւ այլն, իմ մոտ էս բաներ չկա, ես նստում եմ ու գրում ուղակի։ Ես միշտ իմանում եմ գրքի սկիզբը, մեջտեղը ու վերջը, որտեղից չգիտեմ։ Պարզապես որսի նման մտքերը սավառնում են, սկանգնած ուղակի որսում եմ մտքերը, որ մի քիչ ինձ ուսումնասիրում եմ նման է ոնց որ ամեն անգամ իջնենք մեր հոգու խորքում, հայտնվենք ինչ որ տարբեր հարկեր ունեցող նկողներում ավելի ու ավելի մութ, դռներ ենք բացում կամ հետևից կգտնենք պեղած ինչ որ ոսկեղեն գանձեր կամ մեր անցյալի հրեշները ցատկում են մեր վրա ու կարճում մեր ամենացավոտ տեղերից, ու այդ ամեն ինչի վրա հենվելով գիրքը կառուցվում է, ինչպես ասում եմ, հայտնի ինչ որ վերջը սկիզբը մեջտեղը, մնացածը ինքնաբուխ շարունակվում է, անկարող եմ ասել թե ինչպես են տանում։ Հերոսները ֆրանսիացիներ են թե հայեր են։ Հերոս կերպար կա, հայ կերպար կա, բայց հիմնականում փորձում եմ պատտվել ինտերնացիոնալի շուրջ, նույնիսկ կանոններ ընտրված Միքայել, Ռաուլ, ես շատ քիչ եմ նույնիսկ տեղեր նշում, որ տեղի ունեմ Փարիզում կամ ինչ-որ միտեղ, հիմնական նպատակն այն է, որ ցանկացած ընթերցող, ցանկացած աշխարհի կետում իր շրջանակները պատկերացնի, որ ամեն ինչ կատարվում է իր միջավայրում։ Իսկ ինչի Նարգիզի բույրը, վերնագիրը ինչպես ընտրվեց։ Հիմնական դեպքերում ինձ ասում է երևի նարսիսիզմի հետ կապված է, բայց ելի եմ ասում մի քիչ նուրբ է, բայց լավ երևի այդ ասեմ, Նարգիզը գիտեք երևի պատմությունը մահվան ծաղիկն է, դրա շուրջ ամեն ինչ պատտվում։ Լավ էլ չասեմ, որ առածված է։ Իսկ երեք Նարգիզը խորհուրդ ունի, թե չէ, առհասարակ ուղղակի Նարգիզի փնջի մասին էր խոսքը, ես երեքով իդեպ գրքի Նարգիզը դեղին է, որ լուսանկարիչը որ ասել է, որ ամեն ինչ կազմի, ինձ սկզբից սխալմունքով ուղարկել էր սպիտակը, ասեցի, որ շտկի ուղարկի դեղին է, հետո տեսա, որ սպիտակն ավելի սիրուն է, թողեցի սպիտակը, բայց իրական գրքի Նարգիզը դեղին է։ Բայց ներսում դեղին, այդ ամեն դեպքում ցողունի մասը կա։ Զգացվում է, բայց ես իրական գրքի մեջ դեղին է, որովհետև պատկերը այսպես է սկսվում, որ ինքը մութ խավար է, մենք իրեք սև պատկեր ենք տեսնում, ու այդքանի մեջ ինչ որ տեսնում ենք արևոտ մի դեղին շողշողացող Նարգիզ իր թերթիկներով։ Գիրքը միայն հայերեն է, թե։ Չէ, գիրքը հրատարակվել է ֆրանսերեն, արդեն մոտ 8 ամիս է, շատ սիրվել Ֆրանսիայի ընթերցողի կողմից։ Ու հիմա բնականաբար հարցը չի էլ դրվում ինչի համար հայերեն, որտեղ պետք էր անպայման հայերեն։ Իսկ կլինի նաև անգլերեն կամ ռուսերեն։ Եթե առաջարկություններ լինեն թարգմանության, այո, ես ֆրանսերենը համարձակվեցի, որովհետև ընկերս շատ լավ թարգմանիչ Կարեն Խուրշուդյանը հանձնարարավ անել։
այդ բախտը կար, որ ես էլ իմ լեզուն հասկանում տիրապետում եմ շատ լավ, բերեցի իմ ձեռագրին վրան անցնելով, ասենք ամեն ինչ իմ շտկումների իմ ճաշակին բերելու ուղղակի ոչ թե սխալ էր արված, բայց հիմա որ չգիտեմ անգլերեն ու ռուսերեն նույն ձև չեմ կարողանա տիրապետել հարցին, այսինքն էդ էլ իրանից մի բան է պահանջում, որը բախտի բերմամբ ընկնեմ մի մասնագետի վրա, որ վստահ լինեմ, որ թարգմանությունը իրոք ճշգրիտ է արված։ Սա ձեր հրատարակված առաջին գիրքն է, բայց երկրորդ գիրքն է։ Առաջինը եւս ֆրանսերեն եք գրել եւ առհասարակ ստեղծագործում եք ֆրանսերեն։ Առհասարակ։ Ես իդեպ առաջին անգամ որ գրիչը վերցրել եմ գրեմ, ֆրանսերեն եմ գրել։ Մի հետաքրքիր պատմությունից կախված, որ Ֆրանսիայի մեկնել 2007 թվականին բոլոր ճանապարհներն անցնողները անցնում են ամեն ինչի մեջով, որ ինձ ասում են ինչ գործ ես արել, ասում եմ, որ ասեմ ինչ չեմ արել, ավելի արագ կընթանա, ամեն ինչ արել եմ, ու որ եկավ մի պահ, որ հասկացա, որ հնարավոր չէ ամեն օր թոքը վզիս գնամ աշխատանքի չսիրելով թե ինչ եմ անում, ու մտորումներից հետո եկա ինձ եզրակացությունը, որ սիրում եմ մեքենաներ ու հիմնականում Audi-ին։ Մեր մոտ մի հատ մեծ Audi խանութ կար, գնացի այնտեղ ու ուղղակի նամակ էի ուղարկել դիրեկտորին ասելով որ իմ նախկին փորձը ձեզ չի հետաքրքիր, որի համար ձեզ ուղղակի CV-ով չեմ ներկայանում, ու սկսել էի ինձ նկարագրել կատակի տալով, ինչպիսին եմ, գրել էի գլուխը սափրել եմ, թողմաշկով եմ, ինչ եմ սիրում անել, ու չնայած խոժոր դեմքից սիրում եմ կատակել, ու նմանատիպ բաներ, առհասարակ կապ չուներ աշխատանքի հետ, ու թողեցի 3 էջ ձեռագիր 20 րոպե հետո կանչեցին ու հաջորդ օրվանից մտա աշխատանքի, որ առհասարակ կապ չուներ իմ աշխատանքային փորձը, ու այդտեղ հասկացա, որ սրտերին կպնելու ձիրք կա մոտս, հա, գրելու ձիրք կա, ու այդ մտքերը, որ զաղու ցավառնում էին գլխիս մեջ, համարձակվեցի, արեցի ու ստացվեց։ Հաճախ նմանատիպ պատմությունները գրքերը վերածում են ֆիլմի, հա, ի վերջո։ Ինչ է կարծում, ինքը շատ լավ մատերիալ է հենց ֆիլմի համար նաև։ Կթողեմ ձեր դատին, ինձ ով կարդում ասում է այո, ես ինքս եմ ասում այո, ու իդեպ գիրքը այնպես եմ փորձել գրել ու ստացվել է ըստ երևույթին, որ ընթերցողը ոչ մի ջանք չի գործադրում երևակայության։ Երևակայության առհասարակ կարիք չկա, որովհետև տեսարանները ֆիլմի նման անցնում են մեր աչքի առաջ։ Իդեպ ես ինձ գրելը միշտ նկարագրում եմ ասելով, որ ես չեմ գրում, ես հալվում եմ ու լցվում իմ էջերի վրա։ Ամեն կերպարը ես եմ։ Ամեն կերպարի աչքերով ես եմ այդ ամենը տեսնում ու այնքան པարզ եմ տեսնում, որ նկարագրությունը, այսինքն վերարտադրելը առհասարակ դժվարություն չի ներկայացնում իրանից։ Եվ հիմա աշխատում եք եւ գրեթե վերջացրել եք երրորդ գիրքը, որը կհրատարակվի շուտով, այո։ Ինչի մասին է երրորդ գիրքը։ Երրորդ գիրքը նորից առեղծվածի շուրջ է, դժվար է ասել, որը կոչվելու է Քոր եկող հոգին։ Այս անգամ լրիվ խորը մտորումների մասին է լինելու, գրքից առհասարակ կապ չունեցող, այս մի գրքը փոքրինչ արյունոտ է, մյուսի մեջ առհասարակ նման բաներ չկան, խորը մտորումներ, ավելի շատ կյանքի ու մահվան հետ կապված, բայց այդ ամեն ինչը վերածած իմ ձեռագրի համաձայն պերսոնաժների շուրջ, որ շարժ լինի։ Եթե գրեի, այս գիրքը գրեի մոտարապես 400-500 էջ, բայց բերել եմ նրան, որ լինի 200-ից պակաս, գիրքը պետք է ձեռների մեջ դողա թփրտա, պետք է ձեռներիցս փորձի փախչել, ու մենք պիտի կարողանանք բռնել այդ գիրքը, այսինքն ոչ մի մեռած կետ, ոչ մի քնած հատված պիտի չլինի գրքում։ Նույնը ասենք որ ասում եմ մահվան ու կյանքի մտորումների շուրջ կարելի է մի քիչ ձանձրելի թվալ, բայց չէ, բանը գալիս է նրան, որ շուշները սպահած պետք է տեսնենք թե ինչու է պայքար։ Ձեր աշխարհական դիրքը բնակության տրամադրում է գրելուն, ստեղծագործելուն։ Անհապաղ։ Ես հիմա ապրում եմ անտառներով շրջապատված մի փոքրիկ գյուղակում, որտեղ հեծանիվ եմ շատ սիրում քշել, վազել, սպորտով զբաղվել։ Հա, ես իմ պերսոնաժների հետ ամեն օր վազում ու մարզվում եմ։ Իսկ ինչպիսին է գրողի օրակարգը, դուք առավոտյան մարդ եք, թե գիշերն եք գրում, առավոտյան քնում եք։ Ես որ դες ասեմ, ես գրող համարում, ես Բալզակի Հյուգոյի գրածներով եմ մեծացել ու գրող նրանց եմ համարում, ես ինձ ուղղակի հեղինակ եմ համարում, գրող չեմ համարում։ Ինչպիսին է օրակարգը որպես մարդ։ Հա, որպես մարդ առհասարակ իմ օրակարգը սպորտային եմ, առավոտը պետք է արթնանամ, սկսում եմ սպորտով, իմ նախաճաշով, իմ օրվա ամենասիրելի հատվածը։ Բայց քանիսին է սկսվում այն։ Շուտ եմ արթնանում, 5-ից 6-ի հատվածում, մինչև երեխաները կարթնանան ու օրվա խառնաշփոթը կսկսվի։ Երեխաները այդքան սիրելով իմ ամենաօրվա սիրված հատվածը այդ 2 ժամն է, որովհետև այդ 2 ժամն է, որ իրոք ինձ է պատկանում, մնացած օրը պետք է մյուսների հետ հարմարացնել, օրվա մնացած մասը պետք է հարմարացնել մյուսների հետ։ Ու այդպես նախաճաշ, թեթև սպորտ, որ Արունը արդեն սկսում է ուղեղը թարմացնել, թթվածին հասցնել, դրանից հետո գալիս եմ, մոտ 2-3 ժամ գրում եմ։ Շատ քիչ է լինում, որ օրվա երկրորդ կեսին էլ գրեմ, որովհետև հոգնած ու տրամադրության մի քիչ պակասով նույն բանը չի լինում։ Մեկ-մեկ փորձել եմ, երբ հասնում եմ հերոսների մռայլ մտորումներին, հոգնածություն օգնում եմ, որովհետև մռայլվում եմ գլխիս մեջ ու ավելի օգնում է։
Արդեն իմ պերսոնաժներին հասկանալով գիտեմ, որ մասին պետք է նստեմ, ինչ տրամադրությամբ։ Գիշեր չեք գրում։ Այն ժամանակ հիմա ես մոտ 2 ամիս է գործից դուրս եմ եկել, որ կենտրոնանամ սրա վրա, հիմա իմ օրակարգն այդ է, բայց այն ժամանակ, որ աշխատում եմ օրվա մեծ, ասենք որ 7-ին դուրս էի գալիս, 3-ին 8-ին մոտ հասնում տուն, հա գրում էի գիշերը 3-ից 6-ի հատվածում, շուտ արթնանում էի, մոտ 2-3 ժամ գրում էի այդ հատվածում։ Նշեցիք Բալզակ, Հյուգո միայն դասականներին եք կարդում, թե նաև նոր ժամանակակից գրողներ։ Ժամանակակիցներին չեմ կարդում ինչի համար, ոչ թե չեմ հավանում, այլ մոտարապես 7-8 տարի ես սկսել եմ գրել ու 8 տարի առհասարակ գիրք չեմ բացել, որ հանկարծ ինչ որ մեկի ազդեցության տակ չընկնեմ։ Իմ համար շատ կարևոր է, որ միտքը լինի իմ հոգու խորքից գա։ Կսկսեմ, նորից կսկսեմ, բայց օգնում է։ Զգում եմ, որ չեմ ազդվում ինչ որ մեկով։ Այդ դեպքում խնդրում եմ ասեք ժամանակակից գրողները եւ իհարկե եթե համեմատական տանենք, հա, Բալզակ, Հյուգո, նրանց պատմությունները ավելի ռոմանտիկ էին եւ այդ դարաշրջաններ, եւ հենց դրանով հուզեցին իրենց ժամանակի ընթերցողին եւ նաեւ այսօրվա։ Ինչով են հենց ժամանակակից գրողները հուզում այսօրվա ընթերցողին, որտեղ հաստատ ընթերցողները տարբեր են։ Այն ժամանակ ուրիշ էին ընթերցողները ռոմանտիկ ինչպես գրողը, հիմա արդեն ընթերցողն ուրիշ է դարձել։ Ժամանակակից մյուս գրողներից կդժվարանամ ասել, որովհետև քիչ եմ ինֆորմացված, կասեմ իմ օրինակով, ինչով եմ փորձում, հենց դա որ չեմ փորձում։ Հոգուս ամենամութ ու մեր կանկյունները հանում եմ իցույց եմ դնում ու դրանով փորձում եմ հուզել։ Այսօր գիտեք, ես վաղուց արդեն հասկացել եմ, որ չեն լինում ուժեղներ ու թույլեր, ուժեղների ու թույլերի մեջ կա ընդհանրապես մեկ տարբերություն, ուժեղները թաքնվում են լաց լինելու համար։ Ես եկել եմ այդ եզրահանգման ու այսօր որ կարողանում ենք մեր հոգին այդքան պարզ դնել իցույց, որ մեր դեք սախրագործություններ եւ այլն դրանք ծիծաղելի բաներ են, մեր վախերը մենք ժամանակի ընթացքում անց ենք ասնում մեր սախրագործությունների տեղ։ Իրականում միշտ ինձ սարսափած եք լինում կյանքում, եթե առանց քաշվելու, առանց ամաչելու մեր սարսափներից, մեր խոցելի տեղերից խոսում ենք, արդեն բոլորի սրտերին կպնում ենք։ Մարդարարածը վերջին հաշվով մնում է ունիվերսալ, որ կարողանում են կպնել բոլորի սրտերին, բոլորը նույնն են, բոլորը նույն վախերն ու մտորումներն ունեն։ Յանալի անպայման կընթերցենք գիրքը եւ անպայման ձեզ կասենք նաեւ այն տպավորությունները, որոնք թողեց գիրքը մեզ վրա։ Ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի գինուգործանի կողմից Սափոր Ռոզեն, որը կարծում եմ մի փոքր այսպես տրամադրություն կտա, սա պահեք, ձեզ հետ բացեք Ֆրանսիայում, ձեր այդ անտառային հրաշալի տրամադրության մեջ եւ ստեղծագործելու ժամանակ։ Հաստատ ձեզ օգնելու։ Հուսամ, որ մյուս անգամ միասին խմենք։ Անպայման։ Եվ սա ուզում եմ նվիրել ձեզ Տրամոնտինա բրենդից, բրազիլական բրենդ, որը Հայաստանում է ներկայանում, փոքրիկ խոհանոցային պարագա, որը կօգնի մի թեթև խոհանոցում եւ ունի հատուկ ծածկույթ, որի վրա չեն հավաքվում թունավոր բակտերիաները։ Եվ նաեւ ուզում եմ որպես ստեղծագործող մարդ ձեզ նվիրել արև բացիկները, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Այստեղ իհարկե ֆրազներ են հայտնի բանաստեղծություններից կամ երգերից, ձեզ ուզում եմ նվիրել Շիրազի խոսքերը, որը սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծերնա մեծերու անգին։ Սա ձեզ։ Շնորհակալություն եւ շնորհակալություն նաեւ գրքի համար։ Շնորհակալություն։ Հաջողություն։ Եվ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կամփոփենք այսօրվա առավոտը։